Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տղաներով այս բանին խոչընդոտ չկա։ Հիմա կփորձեմ ներս մտնել, կտեսնենք խոչընդոտներ ստեղծում են, թե չեն ստեղծում։ Դուք էլ այստեղ ականատես կլինեք։ Ներկայացնելու եմ Մարինե Միսակյանի պաշտպանությունը։ Այս բանին, այո, բոլորը պաշտպաններով ապահովված են։ Հիմքերը կարող եք ասել, եթե Ժորժան, հիմքերը կրկնում եմ ընտրակաշառքն է բարեգործության արգելքի խախտումն է, բայց որքան որ նոր քննարկումների արդյունքում հասկացանք, նույն գործելավոճն է, ինչը որ արդեն մենք տեսել ենք ուժեղ Հայաստանի կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակից, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Կալանքի միջնորդություններից եւ որևէ մեկը ամբողջությամբ չէր բավարարվել, ունեցել ենք անգամ ամբողջությամբ, չէ, նաեւ նախորդիվ դրանից առաջ արմավիրի հետ կապված ունեցել ենք նաեւ ամբողջական մերժումներ միջնորդությունների, ինչի մասին է խոսք գնում, հա, երբ որ մեր ձևով դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել, զարգացման ծրագրեր, ներգրաված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Հիմա ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ։ Դեռևս չգիտեմ, բայց կարծում եմ, որ նույն բանն է լինելու, այսինքն աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Դուք կարողանալ եք դրանք հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, այլ ոչ թե դրական։ Դրանք որ աշխատավարձ են եղել, կարծում եմ, որ գործի փաստական հանգամանքներով արդեն իսկ հիմնավորված է, բայց մեկնաբանություն է տրվում դրան որպես ընտրակաշառք։ Այս բանին այո, մինչև 10։ Բոլորը պաշտպաններն են տրվելու հիմա։ Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանմիջոց կիրառվելու է։ Ինչ խափանմիջոց, այս բանին չգիտենք։ Ոչ, մի հոգու չէ, այս բանին արդեն ունենք երկու անձի մեղադրանք։ Հիմա փաստաբանները աշխատում են, դուրս կգան կասեն։ Հոդվածը երկուսինն էլ ընտրակաշառքն է եւ բարեգործության արգելք, թե առանձին հոդված է։ Կա որ միայն ընտրակաշառք է, կա որ երկուսն է։ Այս բանին ավել ինֆորմացիա տալ չեմ կարող։